Այլևս ոչ մի PR չի աշխատում, ոչ մի արհեստական շեղում։ Ժողովուրդը հոգնել է եւ այս հոգնածությունը կուտակված զայրույթ է։ 8 տարի մեզ կերակրեցին աղետներով, 8 տարի նույն պատմությունն է, պատերազմներ, կորուստներ եւ ներսից քայքայող ատելություն։ Հային հանեցին հայի դեմ։ Նիկոլն ու իր խմբակը շեղելով մեզ մեր թշնամուց, թշնամացրեցին իրար նկատմամբ։ Մեզ համոզեցին քաղաքականությամբ չզբաղվել, որ իրենք անարգել զբաղվեն մեր ճակատագրերով եւ մեր ապագայով, որ աղավաղեն մեր ինքնությունը, պատմությունը, հանձնեն թշնամուն մեր երկրի ինքնիշխան տարածքները։ 2021-ին լռությունը, քաղաքականությամբ չզբաղվելը բերեց նոր աղետ, թույլ տվեց նրանց վերջնականապես հանձնել մեր Արցախը եւ մեր հոգեվոր կենտրոնները թշնամուն։ Նրանք զգալով անպատժելիություն արդեն անկուշտի պես հաճոյանալու համար բոլորին անխնա առաջնայինը մեր թշնամիներին, արդեն ոտնձգություն կատարեցին մեր սրբության սրբոց, հավատքի խարիսխ հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ազգընտիր վեհափառ հայրապետի նկատմամբ։ 2021-ի սխալը այլևս չի կրկնվելու։ Քաղաքականությամբ չզբաղվելու խաբեությունը ժողովուրդը այլևս չի ընդունելու։ ՔՊ-ն իր պարագլխով այլևս սպառված է իր ստերով, իր մանիպուլյացիաներով։ Հայ ազգը ակնհայտ տեսնում է նրանց ձեռագիրը։ Այսպիսով հայ մարդը հիշում է եւ որոշում է։ Ով արժան չէ այս երկրին, պետք է դառնա նախկին։ Սիրելի հայրենակից, մինչ նրանք փորձում են նոր շեղումներ հնարել, իմացիր, ամենակարևորը նույն այս իշխանությունը խաղաղության պատրվակի տակ Հայաստան է բերում ադրբեջանցիների խմբեր։ Առաջին խումբը արդեն ազատ շրջում է մեր հայրենիքում։ Սա արդեն ահազանգ է։ Այս ամռանը որոշվելու է կամ մենք հայերս, կամ թշնամու հանձնակատարների վերջը։ Որոշումը մերն է։